Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ իմ գործընկեր Լիա Սարգսյանի հետ։ Ողջույն Լիա, առաջին անգամ ենք զրուցում եւ հետաքրքիր թեմաներ կան քննարկելու։ Առաջին հերթին իհարկե իշխանության կողմից դաշտ բերված այսպես կոչված ահաբեկչության թեման է եւ ձայնագրություններ են հրապարակվել եւ ինչ որ ցուցակ է հրապարակվել, իհարկե այդ ցուցակը այդ պլանը ավելի շատ ավելի անլուրջ էր, քան ելի եմ կրկնվել սրա մասին մեր տան առևտրի ցուցակը, բայց ամեն դեպքում հիմա առիթ են տվել քննարկումների համար։ Հիմա հարց է առաջանում լրագրության տեսանկյունից, հա, արդյոք ճիշտ է բովանդակային քննարկման առարկա դարձնել Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից հրապարակված ձայնագրությունները։ Ասենք մենք չգիտենք այդ ձայնագրությունների վրա ինչ փոփոխություններ են արվել կամ ինչից հետո է դրվել, դու որպես լրագրող ես իրավիճակին ոնց ես նայում։ Նախ ահաբեկչության փորձը, ահաբեկչությունը ինքնին դատապարտելի երևույթ է, չխախտելով անմեղության կանխավարկածը, հենց այսպես ասենք, հա։ Ցանկացած փորձ, որ կարվի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, դա կդիտվի որպես ահաբեկչություն։ Այսինքն ցանկացած ոք, եթե մի օր կհայտարարի, եկեք փողոցային պայքար սկսենք եւ վերջին շրջանի մասն է խոսքը։ Եկեք փողոցային պայքար սկսենք եւ հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, կարող են այդ մարդու վրա գտնել բազմաթիվ այսպես ասած կեղտեր եւ նրան հենց այդ հոդվածով կալանավորեն։ Եվ վերջին շրջանի իրողությունները դրա մասին են ասում։ Ինչի համար է օրինակ Սամվել Կարապետյանը կալանավորվել։ Ոչ մի բանի համար, ճիշտ է։ Այսինքն փաստացի այդ մարդը ոչ փողոցային պայքարի կոչ է արել, ողջ իշխանությունը վերցնելու կոչ է արել, ոչ մի բանի կոչ չի արել։ Եվ այդ մարդը հիմա գտնում է կալանավայրում։ Սա կեղծ օրակարգ է։ Ես կարծում եմ, որ այս օրակարգի մեջ չի հաջողել իշխանությունը։ Ընդհանրապես իրենց պետք էր վախեցնել Մայրաթորի հոգևոր դասին եւ այդ վախեցնելու կոնտեքստում կալանավորվեցին երկու։ Կարծում եք ստացվեց վախեցնել։ Ես կարծում եմ, որ չի ստացվել, որովհետեւ ես ականատես եմ եղել Վեհարանում 2 օր առաջ տեղի ունեցածին։ Թե ինչպես է հոգևոր դասը մեկ մարդու պես կանգնած եղել դարպասների մոտ եւ պաշտպանել իրենց հոգևոր եղբորը։ Դեստեղ ավելի շատ եկեղեցու առաջնորդների մասն է խոսքը։ Իրենք մտահոգություններ չունեն։ Մտահոգություններ կարծում եմ բոլորն էլ ունեն, այդ թվում նաեւ Վեհափար Հայրապետը, բայց դատելով Նիկոլ Փաշինյանի վարքագծից մարդը կարող է ստատուս գրելով կալանքի տանել օրինակ Սամվել Կարապետյանի նման մարդուն։ Ստատուսով իրավապահներին ցուցում տալ։ Հիմա նա ինձ ինչն է հետաքրքրում, այս իրավիճակը նոր չի եւ ես կարծում եմ լրագրողներս այստեղ մեր պատասխանատվության բաժինն ունենք, ու ես գոնե այսպես համեստություն չանեմ, իմ պատասխանատվությունների ավելի քիչ է 2018-ից մենք քննադատել ենք Նիկոլ Փաշինյանին իր արած անձնավոր գործողությունների համար, բայց ես հիշում եմ կարմիր ժամանակ, առնվազն մինչև 2019-ի կեսերը երևի ավարտ, հա, լրագրողական համայնքն էլ չասեմ աջակցում էր, բայց մեծ մասով լռում էր այն իրողությունների վրա, որոնք կային, այսինքն Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների կողմից, այդ առումով երևի թե բացի մեզանից առանձնացնեմ առանձնատուկն հրապարակ օրաթերթը, որ որևէ պարագայում չի սահմանափակել իր ազատությունը եւ սա իհարկե գովելի է, բայց ասենք լայն տարածում ունեցող լրատվամիջոցներ, պետականների մասին էլ չեմ խոսում, հատկապես արևմտյան ֆինանսավորմամբ գործող, նրանք եթե անգամ չէին աջակցում Փաշինյանի ապօրինություններին, ապա սվաղում էին, ասենք նույն դատարանների շրջափակումը, նույն Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող այդ քաղաքական հետապնդումը, որ տեղի էր ունենում, այլ քաղաքական գործիչների նկատմամբ այդ հետապնդումները,
ԱԾ-ի այդ մասկի շոուները, որ անդադ կային Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդում է, դու կարծում ես, դու համաձայն ես ավելի շուտ նրա հետ, որ լրագրողական հանրությունը այստեղ ունի իր պատասխանատվության բաժինը եւ կարծում եմ լրագրության համար 2018-19 թվականի հատկապես այդ շրջանը պիտի դաս լինի այն իմաստով, որ որևէ պարագայում չպետք է խնայել քաղաքական գործիչներին, պետական պաշտոնյաներին քննադատության առումով, որտեղ որևէ սխալ չպիտի բաց թողվի, ինչ որ, չգիտեմ, ավանսով, հա, որ ապագայում իրանք լավ կաշխատեն։ Գիտեք, վերջին տարիներին լրագրողների քննադատությունը շատ հաճախ դիտարկվում է որպես քաղաքականության մեջ մտնելու փորձ։ Այսինքն այս իմաստով նաև լրագրողներին փորձում են կաշկանդել եւ դա արվում է ոչ միայն իշխանության կողմից, այլ նաև որոշ ընդդիմադիր ուժերի։ Երբ լրագրողը օբյեկտիվորեն ներկայացնում է, թե ինչ ճանապարհով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ինչպես էր հնարավոր կանխել այդ process-ը, սահմանադրորեն ի դեպ, ու դա չարվեց, եւ երբ լրագրողը համարում է, որ այսօրվա իրողությունների մեջ պատասխանատու են նաև այն անձինք, ովքեր Նիկոլ Փաշինյանին եւ խորհրդարանով եւ փողոցով հանձնել են իշխանությունը, այդ լրագրողին ասոցացնում են ինչ-որ մի քաղաքական ուժի հետ կամ համարում են, որ լրագրողը փորձ է անում մտահոգի լրագրողին, միանշանակ պետք է մտահոգի եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է որպես քաղաքացի նաև իր դիրքորոշումը հայտնի։ Չէ, ես ասում եմ լրագրողին պիտի մտահոգի իրան պիտակավորում են թե չէ, հետո պիտակավորեն։ Այսինքն ես մենք պիտի գանք այն եզրահանգմանը, օրինակ ինձ մտահոգում է այնքանով, շրջանակներ պիտակավորելու են ամեն դեպքում։ Ինձ մտահոգում է այնքանով, որ ես ինքս քաղաքական հայտ չեմ ներկայացնում եւ ինձ պետք չի որ դարձնեն քաղաքական գործում, որովհետեւ ես ինձ լրագրության մեջ լավ եմ զգում։ Եվ ես որպես լրագրող, այո, իրավունք ունեմ ներկայացնեմ այն, ինչ որ մտածում եմ, ինչին որ ես ականատես եմ եղել։ Գիտես, լավ է, որ առիթը ստեղծվեց լրագրողի հետ զրույց ունենալու, մի թեմա կար, որի մասին կարծում լայն ընդհանրապես պիտի խոսալ։ Հայաստանում կա այսպես օբյեկտիվ չլինելու վախի ուրվական, հա, օբյեկտիվ չերևալու վախի ուրվական։ Եվ ինչ ես կարծում, արդյոք հնարավոր է ընդհանրապես օբյեկտիվ լինել բոլորի տեսանկյունից, որովհետև կարծում օբյեկտիվությունը մի քիչ սուբյեկտիվ ընկալման հարց է, որովհետև դու օբյեկտիվ ես այնքանով, որքանով կրթված ես, դու օբյեկտիվ ես այնքանով, որքանով ունես ինչ-որ շրջապատ, դու օբյեկտիվ ես այնքանով, որքանով որ ունես ինչ-որ համոզմունքներ։ Այսինքն ցանկացած իրողություն մարդը սովոր է անցկացնել այն համոզմունքների պրիզմայով, որ ինքը ունի։ Այդ դեպքում այդ համոզմունքների հակառակ համոզմունքներ ունեցողների համար քոնը արդեն օբյեկտիվ չի։ Այսինքն ինչի է Հայաստանում այսքան այս լրագրության մեջ մարմաճը, որ հանգարց որևէ մեկը մեզ չասի ոչ օբյեկտիվ է, թող ասեն։ Ինչն է անհանգստացնում, այսինքն բնականորեն ասելու են։ Եթե դուք հիմա անում եք հոդված, գրում եք հոդված, անհանգստացնում եք մարդկանց ձեր ճշմարտացի խոսքով, եւ պարզը անհանգստացողները ձեզ ասելու են օբյեկտիվ չեք, ասելու են պատվեր եք կատարելու։ Ում քննադատելիս օբյեկտիվ չենք, դա էլ է շատ կարևոր։ Եթե օրինակ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք մեր եղբայրներին, ունեցել ենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, Արցախի կորուստ ենք ունեցել եւ ակնհայտ է, չի ում պատճառով։ Այսինքն այդ մարդուն դատապարտելը, քննադատելը, լրագրողական վերլուծական նյութ պատրաստելը, արդեն դա օբյեկտիվ չի դիտվելու կամ դա սուբյեկտիվ է դիտվելու։ Ես դրա համար ասում եմ, պետք է չնայել այդ գնահատականներին։ Ասած Չէ, հարցը նրանում է, որ եթե ուզում ես լրագրողին փչացնել, այսպես ասած, իրեն կապի ինչ-որ մի քաղաքական գործչի հետ։ Եվ դա շատ մեծ պրակտիկա է, ինչը եկել է նախկինից։ Ու հիմա շարունակվում է։ Այսինքն փորձում են լրագրողը, ինչպես սկզբում նշեցիր, մեծ նշանակություն եւ դերակատարություն է, չէ՞, հանրային կարծիքի ձևավորման հարցում։ Երբ լրագրողին փորձում են ներկայացնել որպես քաղաքական գործիչ, քաղաքական կուսակցության շահը ներկայացնող, լրագրողի ձայնը արդեն դառնում է այդքան էլ ոչ լսելի եւ հավատալի, այսպես ասեմ։ Հիմա այս տեսանկյունից արդյոք կարևոր չի, որ լրագրողը իրեն որոշակի չեզոք պահի, չեզոքություն դրսևորի, բայց նաև եղած եւ ամենապատասխանատու պահին արտահայտի իր տեսակետը նրա մասին ինչ որ տեսել է։ Հիմա մենք անդրադառնանք վեհարանում տեղի ունեցածին։ Ընթացքում կխոսենք այդ մասին, բայց ես գտնում եմ, որ կա նաև սահման, որտեղ պետք է կանգ առնի լրագրողը։
Ինչպես է, որ օրինակ ասում են Որտեղ պիտի կանգառնի։ այնտեղ, որտեղ որ արդեն բախվում է պետական շահին։ Իսկ եթե պետական պաշտոնյաներն են հակասում պետական շահին, Դա պետական պաշտոնյաներն են։ դա արդեն աբսուրդային իրավիճակ է։ Ես կարծում եմ, որ լրագրողները Չէ, հիմա ավելի տեսեք, մենք ունենք իշխանություն, որը հակահայկական։ Իմ գնահատականը կհամաձայնեք, չեք համաձայնի այլ բան։ Ես կարծում եմ, որ սա հակահայկական իշխանություն է։ Հիմա հակահայկական իշխանության նկատմամբ ոնց օբյեկտիվ լինես։ Այսինքն ես օրինակ իրենց ցանկացած հայտարարության մեջ տեսնում եմ իրենց ենթատեքստը, իրենց քաղաքական նպատակները։ օրինակ վերջին Եվ չեմ շրջանում կարող օբյեկտիվ լինել այդ նպատակը, գիտեք, այս պարագայում այն ինչ որ մենք ունենք, նման է մի իրավիճակի, որ ասենք դու ակնկալես օբյեկտիվություն մի լրագրողից, որի տան վրա հարձակվել են հանցագործները, ինչ որ մարդկանց են սպանում, դու ասես, բայց դու լրագրող ես, դու ընդհանուր պիտի լուսաբանես, թե ոնց են քո ընտանիքին սպանում։ Սա օբյեկտիվ է, թե չէ։ Չէ, իհարկե դրա համար եմ ասում, որ լրագրողը նաև պետք է արտահայտի իր քաղաքացիական դիրքորոշումը եւ ամենակարևոր պահին ի դեպ, ոչ թե ամեն փոքրիկ ինչ որ գզվռտոցի մեջ լրագրողը ասի, որ գիտեք, այս կուսակցությունը սխալ է, մեկը ճիշտ է, ես իմ կարծիքով սա պետք է նստի, այն մեկը չնստի։ Ես խոսում եմ ամենակարևորագույն պահերի մասին։ Երբ որ իրադարձության վայրում լրագրողը ուղիղ եթեր մտնի եւ ներկայացնի իրողությունը, որ մարդիկ հավատան իրեն, այլ ոչ թե ասոցացնեն ինչ որ քաղաքական ուժի հետ։ Իդեպ վերջին օրերին իշխանական պաշտոնյաները դատապարտում են տարբեր անձանց այն բանի համար, որ նրանք չեն դատապարտել Բագրատ Սրբազանի ենթադրաբար հեղաշրջման փորձի հետ կապված այդ դեպքը։ Այսինքն իշխանությունը Բագրատ Սրբազանի մեղքը դեռ ապացուցված չէ։ Իր ամբողջ ռեսուրսը գործի է դրել, որպեսզի այսպես ասած ճնշի քաղաքական գործիչներին, հանրային դեմքերին, որ վերջիններս չեն դատապարտում մի բանը, որը չի ապացուցվել։ Այսինքն Ասեք, որ ահաբեկչության ասեք, որ ահաբեկչությունը դատապարտելի է եւ այո, Բագրատ Սրբազանը։ Ես դատապարտում եմ ահաբեկչությունը, բայց պետք է ապացուցել, որ Բագրատ Սրբազանը 1 տարի առաջ փորձել է ահաբեկչություն անել։ Ընդ որում, բայց այստեղ հետաքրքիր միտք կա, ուրեմն հայկական ռադիոյին հարցնում են, արդյոք կլինի 3-րդ համաշխարհային պատերազմ։ Ասում են 3-րդ համաշխարհային պատերազմ չի լինի, բայց հանուն խաղաղության մի այնպիսի մենամարտ կգնա, որ քարին չի մնա։ Հիմա Փաշինյանը այնպիսի ահաբեկչությամբ է կանխում իբր ահաբեկչությունը, որ էլ ահաբեկչության կարիք չկա, էլ ինք իրան կանում են էլի արդեն։ Էլ ահաբեկչության կարիք չէ։ Մայրաթորին գանք, երեք հանրայինի եթերում էլ այդ օրինակը բերեցի, Մերձավոր Արևելքում հայկական եկեղեցիները 2 անգամ են հարձակման ենթարկվել, մեկը Դերզորի հայկական դուրներ, որը պայթեցվեց իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման կողմից, եւ մյուս դեպքը Հայաստանում, երբ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հարձակվեցին Մայրաթորի վրա որպես հրոսակներ։ Բացի նրանից, որ լրագրող ես եւ հիմա էլի ասում եք, չէ, բա ինչու օբյեկտիվ չես, քո հրապարակումներում չէ նայում ենք։ Արդյոք կարելի է օբյեկտիվ լինել այդ իրավիճակում, երբ դու տեսնում ես նման վարքագիծ Մայրաթորի նկատմամբ։ Իսկ հրապարակումներից ո՞ր մեկը կարող ենք, որ պետքա էմոցիաներ չլինեն, դու ուղղակի սառը փաստ ես, որ եկան ԱԱԾ-ականները Մայրաթորում ժողովուրդը դիմադրեց, սա օբյեկտիվության իրանց պատկերացումն է։ Այն ինչ որ դու Facebook-ում գրում ես, իդեպ ես ողջունում եմ, որ գրել ես դրանց մասին, դա արդեն օբյեկտիվ չի։ Այսինքն օբյեկտիվ չէ, երբ մենք ասում ենք, էմոցիա ես դնում, զգացմունք ես դնում, դու քո վերաբերմունքը դնում ես այդ գրառումներից մեջ։ Չէ՞ որ ցանկացած գործողություն եւ ցանկացած տեսակի իշխանապողության ցանկացած փորձ գեներացվում է էմոցիայի վրա, ճիշտ է։ Դուք հիմա ուզում եք իշխանապողություն անել։ Այստեղ չէ։ Քննչական կոմիտեն խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Տեսեք, ես իմ Facebook-յան էջում արձանագրել եմ այն, ինչին ականատես եմ եղել։ Թե դա որքանով է էմոցիա, որքանով է փաստ, թող դատեն ընթերցողները եւ ԱԱԾ աշխատակիցները։ Ես ուզում եմ հենց սկզբից սկսենք, թե ինչպես ԱԱԾ-ն մտավ Վեհարան։ Ես այն լրագրողներից եմ, որը գտել էր Վեհարանի գաղտնի ճանապարհը եւ թաքնվել էր ծառերի ետևում, որպեսզի հասկանա ինչ է տեղի ունենում այնտեղ։ Երբ ԱԱԾ աշխատակիցները եկան, իդեպ այս ընթացքում նաև ուզում եմ անդրադառնանք Միքայել Աճապահյանի
փաստաբանների, Խոսանք մասնավորապես Արա Զոհրաբյանի դիտարկումներին, երբ բաց աշխատակիցները եկան ու ընդ որում նրանք զինված Ալֆա ստորաբաժանումը եկավ այն ժամանակ, երբ որ բավական երկար ժամանակ արդեն վեհարանում չէ, կից կառույց կա, որտեղ որ հոգևորականները հավաքվում են, այնտեղ երկար ժամանակ քննարկում էր տեղի ունենում եւ գործողություն բացարձակ չկար։ Ու ընդ որում դրան մասնակից չէին նաեւ այն հոգևորականները, ովքեր հետո մտան եւ պաշտպանեցին Միքայել Սրբազանին եւ կանգնեցին որպես պատնեշ։ Այդ ընթացքում իրավապահները ըստ երևույթին քննիչները կամ երևի ԱԱՑ օպերները ներսում բանակցություններ էր տարվում ըստ երևույթին եւ Սրբազանը եւ փաստաբանների Արա Զոհրաբյանն էր ներսում։ Հետո մոտ մի կես ժամ տևացած բանակցություններից հետո կանչեցին հոգևորականներին, նրանք մտան ներս։ Հետո ես գնացի ու դեռևս այնտեղ որևէ իրավապահ մարմնի ներկայացուցիչ, այսինքն զինված ԱԱՑ-ական, ոստիկանություն եւ այլն չկային։ Եվ հանգիստ մթնոլորտում քննարկում էր գնում։ Հետո եկան ԱԱՑ-ականները 5 հոգով, 4-5 հոգով եկան։ Ու այդտեղ շատ հուզիչ եւ տպավորիչ դրվագ դիպված տեղ ունեցավ, երբ հոգևոր դասը խրատում էր, այսպես ասած, իրենց եւ ասում էր, որ դուք Սուրբ Խաչ եք տեսել, Մյուրոն եք տեսել։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես են այդ տղաները, աժդահա ԱԱՑ-ականները հուզվել։ Եվ այդ տեսանյութը դրել եմ իմ էջում։ Այսինքն փաստացի այդ մարդիկ գործողության չէին կարողանում գնային, չէին կարողանում ուժի գործադրմամբ որևէ գործողություն իրականացնել այնտեղ։ Միքայել Սրբազանի բերման ենթարկել եւ այլն։ Հետո լրացուցիչ ուժեր բերվեցին, որպեսզի այդ գործողությունը ի վերջո ավելի շատով կարողանան անել։ Եվ ավելի շատով էլ չկարողացան անել։ Եվ պատճառը ոչ թե այն է, որ իրենց ասել են գնացեք մենք մեր ոտքով կգանք, այլ որովհետեւ եթե իրենք դա անեին, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը էլ ավելի էր ընկնելու։ Ինչու։ Այն առումով, որ նրանք գտնվում էին Վեհարանի տարածքում եւ ցանկացած քաղաքացի անկախ նրանից սիրում է, չի սիրում վեհափառին, Միքայել Աջապահյանի աջակից է թե ոչ, իր համար եկեղեցին համարվում է սրբավայր։ Ու իրավապահների համար էլ է եկեղեցին սրբավայր։ Իհարկե նրանք Արա Զոհրաբյանն ասում է, նրանք եկել են որպեսի ուժով ներկայացում անեն հնդկական ֆիլմ, բեմականացնեն եւ այլն։ Բա եթե դրա համար են եկել, ինչի՞ չարեցին։ Այսինքն 50 հոգևորականը եւ մի 100 քաղաքացին կարողացան դա կանխել, լուրջ։ Մենք տեսել ենք, թե 50-60 հազարանոց հանրահավաք։ Փաստաբանների վարկագիծը ոնց է գնահատում, որովհետև այսօր էլ ես լսում եի փաստաբաններից մեկին, ով ըստ էության իր խոսքից ես գոնե այդպես հասկացա, եթե իրավաբանական լեզուն այլ բաներ նշանակում սխալ ենք հասկացել, թող ուղղեն մեզ, որ իրենք ընդունում են, որ տեղի է ունեցել հանցագործություն Միքայել Աջապահյանի կողմից, բայց կալանքի հետ համաձայն չեն, ասում են դե որտեվ այդ հանցագործությունը խոսքով ա եղել, այսինքն ռազմական հեղաշրջման ոչ խոսքով ա եղել, բանտում էլ կարող է այդ հանցագործությունը անել, իմաստը որն է կալանավորել իրան։ Ես ուզում եմ, որպեսզի փաստաբանները այս հարցին պատասխանեն, հա։ Այս process-ը Միքայել Սրբազանի շուրջ քաղաքական գործընթաց է, թե իրավական։ Ինչ գործընթաց է։ Եթե մենք համարում ենք, որ դա իրավական գործընթաց է, ուրեմն շատ հանգիստ Միքայել Սրբազանին կկալանավորեին եւ արեցին։ Արա Զոհրաբյանն ասում է, մենք այդ պահին առաջնորդվել ենք Միքայել Սրբազանի լավագույն շահի տեսանկյունից։ Միքայել Սրբազանի լավագույն շահը ազատության մեջ գտնվելն է, բայց Միքայել Սրբազանը կալանավորված է, չէ՞։ Այսինքն այն գործողությունները, որ արվել են միջև դատարան, Միքայել Սրբազանի դեմ է եղել։ Համաձայն փաստաբանների խոսքից կարելի է իրավիճակին անծանոթ մարդը կարող է այսպիսի ենթադրություն անել, որ մենք ապրում ենք իրավական երկրում, սա էլ ինչպես դու ասել քաղաքական process չի, իրավական նորմալ գործընթաց է, այս ժողովուրդն էլ խելագարի պես հելելա ճանապարհներն է փակում բան, Սրբազանն էլ դեմ չի վերման ենթարկվելուն, այսինքն սա խոսում է առնվազն կամ լավագույն դեպքում իրավիճակը չպատկերացնելու մասին, որովհետև սա ծայրից ծայր քաղաքական
գործընթացեր Նիկոլ Փաշինյանի կողմից հրահարված, Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարվող Իհարկե։ եւ բացի իրավական ու այդ պարագայում որևէ իրավական գործիք չի աշխատելու, որտեղ եթե Փաշինյանը որոշել է այսիշ մարդուն կալանավորել ու իր որոշման բա տեղ ունեցել կալանավորում, քաղաքական որոշման բա տեղ ունեցել կալանավորումը, ուրեմն այդ քաղաքական որոշման վրա կարելի ազդել միայն քաղաքական գործիքներով, այսինքն հանրային ճնշմամբ, այլ գործողություններով, հանրային օրինական գործողություններով, այս պարագայում փաստաբանները լրիվ մտնում են իրավական այդ հագուստի մեջ, հա, իրավական հագուստի մեջ եւ տպավորություն է ստեղծում, որ լավ իրավաբան են, որովհետեւ մեկը կասկածի տակ լավ իրավաբան, Նիկոլն էլ լավ ժողովրդավար երկիր է, ԱԱՑ-ն ու ոստիկանությունները իրանց տեղում են, քաղաքական հրահանգ չեն անում, եւ մարդիկ քրեական գործ հարուցված եկել են բերման ենթարկում, ի՞նչ կա, բայց այդ պարագայում փաստաբանի կարիք ինչ անում Աչապարյան, թողնենք Նիկոլի արդար դատարանը Արա Զորաբյանը հակադարձում է, ասում է ձերբակալվել չի նշանակում հանձնվել, բայց կներեք, Միքայել Աճապարյանը չի ձերբակալվել։ Այսինքն մարդիկ եկել են, որ ձերբակալ են, ճիշտ է։ եւ չի ստացվել։ Բայց դա չի ստացվել իրենց մոտ։ Փաստացինա չի ձերբակալվել։ Եվ գնացել իրեն հանձնել են։ Այո, եւ Միքայել Սրբազանը, ընդ որում ես ասում եմ, ընդունում են փաստաբանները, որ քաղաքացիները եւ հոգեվոր դաս թույլ չէին տալիս, որպեսզի Միքայել Սրբազանը դուրս գա վեհարանից, եւ իրենց մոտ դա հաջողվում էր։ Ու եթե եւս մի 2 ժամ իրավապահները հասկացան, որ չեն կարող առանց ուժի գործադրման եւ առանց, այսպես ասած, արյուն թափելու Միքայել Սրբազանին դուրս բերել այնտեղից, ըստ երևույթին սինխրոն աշխատում էին Նիկոլ Փաշինյանի հետ։ Ներկայացրեցին ստեղծված իրավիճակը, որ կարող է ել ավելի վատ իրավիճակ ստեղծվել իր համար, ստատուսի եւ ռեյտինգի առումով, եւ հետ քաշվեցին։ Այսինքն նրանք փաստում են, որ հետ քաշվել չի նշանակում չգալ նորից Միքայել Սրբազանի հետևից։ Բարձր է, որ պայքարը ուշում է, որ եթե նրանք նորից գալիս են, ժողովուրդը նորից պիտի պաշտպանեն։ Այո, ինչի են որոշել Միքայել Սրբազանի հետևից գալ այն ժամանակ, երբ որ նա գտնվում է վեհարանում։ Որպեսզի բեմադրություն ցուցաբերեն եւ որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասկանա ինչ է կատարվելու հետո, երբ գնա վեհափառի հետևից։ Բառացիորեն 2 օր առաջ մենք մեր եթերում այս իրավիճակը քննարկում նույն բանը ես եմ ասել, որ ընդ որում սիմվոլիզմ էլ կա, չմոռանանք Աչապարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը վեհափառին կարող է հասնել միայն իր հարցերը լուծելուց հետո։ Փաշինյանի արձագանքը էսպիսին էր, քո հարցերը լուծում եմ, հեսա վեհափառով կզբաղվենք եւ սա պիտի հասկանա, կարծում եմ վստահ եմ հասկանում են հոգեվոր դասի ներկայացուցիչները, որ այնպես չի Փաշինյանը Աչապահյանով կանգնելու է եւ եկեղեցուն հարվածելու է իր նախաձեռնած գործընթացը կանգնելու է, բայց դա մի ուրիշ դրվագ կա, որ ինչ եղավ հետո, եկեք հետոյի մասին էլ խոսենք, հասկանանք ինչ Աչապահյանը քաղաքական շրջանակները Աչապահյանին հայտարարում են վարչապետի թեկնածու, քանի որ քաղաքական process է, օբյեկտիվ հարց առաջում, դե եկեք քաղաքական պատասխան տանք դրան։ Եվ այդ ընդ որում սանում է Էդմոն Մարուկյանը։ Այո, այս խառնաշփոթի մեջ, երբ տպավորություն է, որ պիտի փաստաբանները զբաղվեին միջնորդություններով, հա, որ Սրբազան հայրը չկալանավորվեր, եթե իրենք իրավաբան են եւ հավատում են դրան։ Փաստորեն փաստաբանները սկսեցին քաղաքական գործունեությամբ զբաղվել եւ իրենց էջում հրապարակել Սրբազանի ձեռագրով գրված գրություն, որ ինքը հրաժարվում է լինել վարչապետի թեկնածու։ Բայց այստեղ լավ, եթե դուք զուտ փաստաբան եք ու իրավական գործընթացով եք գնում, սա ում էր պետք, սա ինչի արվեց։ Եվ որ ժամանակահատվածում ինչպես եղավ, որ դա ոչ թե հրապարակվեց այն պահին, երբ Արա Զորաբյանը դուրս էր եկել եւ լրագրողների հետ զրուցում էր, այլ հենց քնչականից այսօր Արա Զորաբյանն ասում է, երբ Միքայել Սրբազանի հետ առանձնացել էինք փաստաբանական խմբով, քննարկում էինք եւ նրան ասացինք, որ գիտեք, այսպիսի գործընթաց է սկսում եւ ձեզ առաջարկում են որպես թեկնածու։ Նա թուղթուգրիչ վերցրեց, գրեց, որ չեմ ուզում, պարզ չէ թե օրինակ ինչ խորհուրդ են տվել իրեն փաստաբանները։ Օրինակ խորհուրդ տվել են, որ եթե հրաժարվի, ապա նրան չեն կալանավորի։ Այո, կարող։ Տվել են արդյոք այս խորհուրդը, թե ոչ։ Հնարավոր է, որ տվել են, չեմ կարող պնդել։ Ու Արա Զորաբյանն ասում է ասուլիսի ժամանակ, որ երբ այդ թուղթը արդեն պատրաստ էր, ես երբ դուրս չէի եկել, ես մի անգամից հրապարակեցի։ Ինչն էր հրատապության հարցը, ինչի։ Իսկ միգուցե դուրս գայիք նոր հրապարակեիք։
Թե ձեզ սպասում էին ինչ որտեղ։ Դե ոնց որ Թե սպասում։ Միքայել Սրբազանի որոշմանն էին սպասում ինչ Ոնց որտեղ։ որ սպասում են ու հասկանալի է որտեղ, բայց ստեղ նաև լավ հարց է առաջում քաղաքացին հիմա եւ ձեր գրառումը որ կիսվել էի դրա տակ էի գրել ասում Աճապահյանից ավելի Աճապահյան մի եղեք, ինքը գիտի, բայց մենք չգիտենք Աճապահյանը գիտի Այո, թե ինչ խորհուրդ չգիտի։ եք դուք տվել Աճապահյանին։ Մենք չգիտենք այդ մարդը հիմա անազատության մեջ է, Հիմա դուք ասում եք, որ Աճապահյանի լավագույն շահի տեսանկյունից ենք նայել եւ իրավաբանության մեջ ինչ է ասվում, որ եթե ձեր նկատմամբ մեղադրանք են առաջադրել, գնացեք ներկայացեք քննչական կոմիտե։ Որպես փաստաբան դա են ասել, չէ՞, ենթադրվում է, որ գնացեք ներկայացեք քննչական կոմիտե։ Այսինքն այն իրողությունները, որ տեղի է ունեցել Սրբազանի շուրջը, քաղաքացիների հավաքվելը, իր հոգևոր եղբայրների առարկությունները, որ պետք չէ գնալ եւ հանձնվել, որովհետեւ դա տանելու է կալանքի։ Միևնույնն է, Սրբազանին Միքայել Աճապահյանին կալանավորելու էին։ Դա արդեն որոշված բան է, որ պետք է կալանավորեին։ Այսինքն ուզում հասկանալ փաստաբանական թիմը, Արա Զոհրաբյանը, ինչ է Նիկոլ Փաշինյանի գթասրտությանն էին հապավինում։ Դե երևի ճանաչում են եւ ասում էին որ Մտածում էին, որ պետք է Նիկոլ Փաշինյանը գթասրտորեն մոտենա եւ եթե Միքայել Բագրատ Աճապահյանը Սրբազանն էլ հոչ Բագրատ Սրբազանի համար է ժողովուրդը հոչ դիմադրեց, չեն էլ հասցրել Իհարկե, կալանավորեցին, մեղադրանքը դրել են։ Այսինքն սա միամտություն է թե դիտավորություն ձեր կարծիքով փաստաբանների կողմից այս վարքագիծը հայտարարությունները։ Ես Ես չեմ ասում, այսպես մեղադրական բան հնչեցրեք, բայց առնվազն ձեր զգացողությունները ոնց են եղած գիտեք, փաստերի։ Արա Զոհրաբյանի երեկվա ուղերձը, փաստաբանների այսօրվա ասուլիսը մի բանի մասին են։ Արդարացում։ Ինչի համար էին արդարանում։ Ես ասում եմ, Միքայել Աճապահյանի լավագույն շահը նրա ազատությունն է, բայց նա այս պահին կալանավորված է։ Եվ այն բոլոր փաստաբանական, իրավաբանական միջամտությունները, որ արվել են Միքայել Սրբազանի համար, ձախողել են։ Սրբազանը այս պահին կալանավորված է։ Թե գնալ հանձնվել իրավապահներին, օրինակ ասում եմ Արա Զոհրաբյանը, երկու տարբերակ կար այնտեղ։ Կամ պետք է իրեն բերման ենթարկեին ուժի գործադրմամբ, կամ պետք է ինքը հանձնվեր, գնար ինքնակամ ներկաներ քննչական կոմիտե։ Երրորդ տարբերակ չկա։ Միանշանակ երրորդ տարբերակ չկա։ Միքայել Սրբազանին բերման են ենթարկելու։ Իհարկե, բայց ինչպես։ Ինչ ձևով։ Այնպիսի պրոցեսներով եւ այնպիսի գործընթացներով, որը կարող է շատ վատ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա։ Այսինքն դուք ամեն ինչ արեցիք, որ դա չլինի։ Այսինքն դուք ամեն ինչ արեցիք, որ դա չլինի։ Փրկել են Փաշինյանին։ Ընդ որում Արա Զոհրաբյանը իր ուղերձում ասում է, որ իրավապահները կարծես թե չէին ուզում դա անեին, իրենք էլ էին հասկանում, որ սխալ են, մոտավորապես նման բան է ասում։ Բայց եթե դուք Դրանից էլ լավ իրավիճակ, ժողովուրդը հավաքվել է։ Իրավապահները չէին ուզում, էլի ինչի տարակ տվեցիք այդ մարդուն քննչական կոմիտե։ Այսինքն դուք հանձնեցիք Միքայել Սրբազանին։ Ինչու՞ն է բանը։ Հիմա հարցս եւ ավարտել։ Եվ նաեւ այստեղ դու դիտավորություն ես տեսնում, թե միամտություն։ Ես չեմ կարող, ես ճիշտ հասկացեք ինձ, ես վերլուծում եմ ստեղծված իրավիճակը, այն ինչ որ ես տեսել եմ։ Ես չեմ կարող ասել կամ պնդել կամ ենթադրություններ անել, որ օրինակ Արա Զոհրաբյանը աշխատում է իրավապահների հետ։ Արա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի համար դիտավորյալ դա դիտավորություն էր, թե միամտություն։ Օրինակ հիմա եթե այդ փաստաբանական թիմի փոխարեն լիներ մեր գյուղի չոբաններից մեկը, ես կասեի դե երևի այս մարդը օրենքից գլուխ չեն, միամտություն։ Իդեպ այլ փաստաբան պետք է լիներ Միքայել Աճապահյանը։ Գյումրիում ուրիշ ստայլ էր դա, ուրեմն Գյումրիում առաջնորդարանի մոտ ես մի տեսանյութ հանդիպեցի, մանեմ գալիս հիմա չեմ գտնում։ Մի կին էր, որը ներկայանում էր Սրբազանի փաստաբան, եւ այդ կնոջը անգամ լիազորագիրը չէին վերցնում իրավապահներ, որ տեսնեն, որ ինքը Սրբազանի փաստաբանն է։ Մերժեցին այդ կնոջը, չթողեցին ներս մտնի, այսինքն հիմա պետք է նաեւ պարզել ով էր այդ կինը եւ եթե նա էր Սրբազանի փաստաբան, ապա ինչու ուրիշ փաստաբան։ Բոլորովին այլ մարդու անուն էին տալիս ի սկզբանե, որ այլ մարդ պետք է լիներ Սրբազանի փաստաբանը եւ զարմանալիորեն հայտնվեց փաստաբանական ով պիտի լիներ։ Անունը հայտնի է, բայց այս բան չեմ ուզում նրա անունը ասել, քանի որ փաստացի տեղյակ չեմ իսկապես այդպես եղել թե ոչ, բայց տարբեր շրջանակներից լսել եմ, որ այլ փաստաբան պետք է լիներ։
Բայց գիտեք ինչն է ինձ համար նաև։ Ես արձանագրել եմ, որ Խիստ Շիրակում, հա, առաջնորդարանում ուրիշ փաստաբան է եղել։ Կին փաստաբան էր, գոնե այդ առումով Արա Զորաբյանից տարբերում եմ, որ հաստատ ինքը չէր, եւ դժգոհում էր, որ իրավապահները իր լիազորագիրը չեն Գիտեք, վերցնում։ նաև ինձ համար խիստ կասկածելի իրավիճակ էր ստեղծվել, երբ իրավապահներին, ոստիկանության ղեկավարներին, բոլորին թողնում են, որ ներս մտնեն, բայց լրագրողներին չեն թողնում։ Այսինքն կոնկրետ դրված է լրագրող չմտնի ներս։ Ինչի համար։ Վեհարանի տարած։ Վեհարանի տարածք, ի՞նչն է պատճառը։ Չգիտեմ։ Լավ, Լիա, ամփոփենք, հետաքրքիր էր քեզ այդ զրուցել, ես կարծում եմ լրագրության մասին մեր խոսակցությունը դեռ կշարունակենք առաջիկայում, ամեն դեպքում ցավալի իրադարձություններ են տեղ ունենում եւ ինչպես դու վստահ ես, մենք էլ վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ կանգ չի առնելու, այնպես որ հասարակությունը դեռ պիտի պատրաստվի նոր, այսպես հարվածների։ Շնորհակալ եմ, ես շեշտում զրուցում եմ իմ գործընկեր Լիա Սարգսյանից, տեսություն կհանդիպենք։ Տեսա։